Մարտի 22 Երևան մետրոպոլիտեն վարչապետ Փաշինյանի ու Ղարաբաղից բռնի տեղահանված կնոջ միջև միջադեպ։ Մարտի 23 նոր հորինված հոդված Փաշինյանը չեղյալ կհայտարարի Ղարաբաղյան պատերազմի վետերաններին շնորհված ռազմական պարգևները վերնագրով։ Հանրային հնչեղություն ունեցող ինչ իրադարձություն տեղի ունեցավ, ինչ խնդրահարույց հարցեր կան այս ամենի հետ կապված եւ իրենք օգտագործում են առիթը փաստորեն, որպեսզի նոր ապատեղեկատվություն տարածեն, սա բավականին այսպես մտածված սխեմա է, որովհետև նման ապատեղեկատվությունները սովորաբար ավելի ազդեցիկ են լինում, որովհետև կա այդ ֆոնը, հա, այսինքն աղմուկը, ու այդ աղմուկի ստվերում ստեղծված սուտը որպես ճիշտ ավելի հեշտ է մատուցել։ Հոդվածի հեղինակը Հայաստանի մասին արդեն իսկ մի շարք պատմություններ հորինած Օքայ Դեփրեմն է։ Հենց նույն թուրքական կայքի հեղինակները բաժնում Օքայ Դեփրեմի մասին գրում են. լայն ճանաչում ունի Ռուսաստանում։ 2014 թվականին տեղափոխվել է Դոնեցկ և 2014-ից 2023 թվականներին դարձել Դոնբասում ապրող ու գործունեություն ծավալող միակ թուրք լրագրող թղթակիցը։ Ռուսաստանում որպես լրագրող թղթակից, քաղաքագետ և հասարակական ակտիվիստ լայն շրջանակներում հայտնի Օքայ Դեփրեմը շարունակում է ապրել և աշխատել այդ երկրում։ Քանի որ գրեթե նույն մարդիկ են, այդ կապերը վաղուց հայտնաբերել են արդեն մեր գործընկերները տարբեր երկրներում, եւ այս առումով մեր գործը բավականին հեշտ է արդեն, հա, երբ որ դու տեսնում ես, որ նույն տեսակի, ասենք, ապատեղեկատվություն տարածել է կոնկրետ մարդը կամ կոնկրետ ինչ-որ մի կազմակերպություն, ինչ-որ մի շրջանակ, հա, որը աշխատել է Ուկրաինայի, Մոլդովայի, Ֆրանսիայի ուղղությամբ եւ այլն, Հայաստանին էլ երբ որ սկսում է թիրախավորել, դու հասկանում ես, որ դա այդ ընդհանուր մեկ արշավի մասն է։ Նույն Օքայ Դեփրեմի օրինակով ցույց տանք ինչ է գրել նախկինում ու ինչ է գրում այսօր։ Կոնկրետ այս կայքում իր անունով հոդվածներ կան 2023 թվականից, բայց հոդվածների հերոսները մինչև 2025 թվականը Հայաստանից չեն։ Օրինակ 2023 թվական ընտրություններից առաջ մոլդովացիները կարոտում են կոմունիստներին եւ չեն վստահում Եվրոպային։ 2024 թվական չեք կարծում, որ ժամանակն է քննարկել Ուկրաինայի բանակում ինքնասպանությունների պատճառները կամ դեռահասների հանցավորությունը Ուկրաինայում մտահոգիչ միտումներ եւ թաքնված խնդիրներ։ Իսկ արդեն 2025 թվականից, օրինակ, Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները սպառնալիք են տարածաշրջանի անվտանգությանը եւ այսպես մոտ 1 տասնյակ հոդված Հայաստանի մասին։ Թուրքական մամուլը թերթող փորձագետի գնահատմամբ այս կայքը տարբեր ոչ բարձր որակի վերլուծությունների հաճախակի հրապարակմամբ է աչքի ընկնում։ Իսկ ինչ է գրում Օքայ Դեփրեմն իր այս վերջին հորինված հոդվածում։ Ըստ թուրք լրագրողի պնդումների Հայաստանի կառավարությունը նախատեսում է հետ վերցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մասնակցած անձանց տրված բոլոր ռազմական պարգևներն ու մեդալները եւ իբր Փաշինյանը համապատասխան որոշման նախագիծն արդեն ուղարկել է Հանրապետության նախագահին ստորագրման, մինչդեռ Հայաստանի գործող օրենքներով նույնիսկ ընթացակարգ չկա, որ վարչապետի որոշումները նախագահը վավերացնի։ Դեփրեմը թիրախավորելով Հայաստանի վարչապետին Ղարաբաղի հետ կապված հարցերում ընդդիմության առաջնորդներին հակառակ լույսի տակ է ներկայացնում։ Ցանկացած սուտ լուր, որպեսզի թողնի ազդեցություն, պետք է նաև լինի էմոցիոնալ։ Եթե օրինակ ասեն, որ չգիտեմ, Հայաստանը Կորեայի հետ ինչ-որ հարցեր է փորձում լուծել կամ չգիտեմ, Կորեայում ինչ-որ բաներ կան, որոնք կարող են ազդել Հայաստանի վրա, դա մարդկանց վրա տպավորություն չի ստեղծվի, որովհետև ակնհայտ կլինի, որ դա հորինված բան է, որ դա մեր օրակարգի հետ առնչվող բան չէ, Հայաստանի քաղաքական իրադարձությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության հետ որևէ կապ չունի այդ ամեն ինչը, հա, դա շատ քիչ ազդեցություն կունենա։ Մոլդովայից Հայաստան, նույն մարդիկ, նույն մեխանիզմով, նույնաբովանդակ հոդվածներ են հորինում, որքանով է դա արդյունավետ, ով կհավատա։ Նման ապատեղեկատվությունները տարածվում են հիմնականում սոցիալական ցանցերի միջոցով։ Անհայտ ծագման, նորաբաց, իրական կամ ոչ իրական էջեր արդեն իսկ հոդվածը վիդեո տարբերակով տարածում են X-ում։ Թուրքական ԶԼՄ-ներին հղումով սուտ լուրը տարածում են նաև ադրբեջանական մի քանի կայքեր։ Փաշինյանի որոշումը Ղարաբաղյան պատերազմի վետերանների վերաբերյալ ցնցեց Հայաստանը վերնագրերով։ Ադրբեջանական լրատվամիջոցները նույնիսկ հղում են անում հայկական մեդիային, ներկայացնելով, թե ներսում իբր խորացող պառակտում կա, վետերաններն էլ իբր բացահայտ հայտարարում են, որ Փաշինյանի խոսքերը արժեզրկում զրոյացնում են իրենց պայքարի իմաստը։ Մարդկանց մեծ մասը չի խորանում, թե ով է հեղինակը,
քանի անգամ է այդ հեղինակը արդեն ապատեղեկատվություն տարածել եւ այլն եւ այլն։ Այս է խնդիրը, այսինքն եւ բացի այդ շատ շատերը կարող են ասենք նախորդ ապատեղեկատվություններին ծանոթ չլինեն ու առաջի անգամ օրինակ այդ կոնկրետ հեղինակի հոդվածին ծանոթանան։ Բացի այդ, հայկական լսարան հոդվածը որպես կանոն հասնում է ոչ թե թուրքական կայքի միջոցով, որտեղ նաև հեղինակն է երևում, այլ շատ հետևորդներ ունեցող որևէ օգտատիրոջ, որն այն տարածում է որպես սենսացիոն նոր լուր, հերթական հայրենադավություն։ Շարունակում է փորձագետը, այս շրջանում նման օրինակներ շատ են եղել։ Ու եթե անգամ այդպիսի լուրերը պաշտոնապես կամ փաստեր ստուգող լրագրողների կողմից հերքվել են, օգտատերերը այնուամենայնիվ իրենց տարածած սուտը չեն հեռացրել կամ հերքել։ Իսկ իրենց վստահող մյուս օգտատերերը շարունակել են տարածել, տագնապել, վրդովվել գոյություն չունեցող փաստերից։ Իրնամ Կրչյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։